Ընկերներ ողջույն, սահմանը անցնում ենք Վառնայի հոգևոր հովիվ Տեր Արմեն Քահանա Մելքոնյանի հետ։ Օրհնեցեք Տեր Արմեն։ Աստվածօրհներ Իրայր ջան, գողջունեմ ցեզ եւ ձեր ունգընտիրները Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ ցեզ եւ մեծ ավետիս։ Մեր նախորդ զրույցի ժամանակ դուք մտավախություն եք հայտնում, թե ինչ է լինելու հետո այն իմաստով, որ ավելի կտրուկ գործողություններ են անհրաժեշտ ի վերջո փաստացի կաթողիկոսին հեռացնելու համար։ Մենք այս ընթացքում տեսանք, որ վարչապետը շարունակում էր ներկա գտնվել տարբեր եկեղեցիներում պատարագների, այնուհետև Սուրբ Ծննդյան ճրագալույց պատարագ առավոտյան մասնակցեց եւ տեղի ունեցավ ուխտիերթ դեպի Սուրբ Աննա եկեղեցի, որտեղ հանդես եկավ տարբեր հայտարարություններով, այդ թվում նշելով, որ եկեղեցին փորձում են դրսից որպես հենման կետ օգտագործել Հայաստանի դեմ գործողությունների համար, եկեղեցու պետին մեղադրեց տարբեր մեղքերի մեջ, նշեց, որ նրանք պիտի հեռանան ու նման բաներ, հա։ Ի վերջո, այս հանգուցալուծումը ինչպես եք տեսնում, չի հեռանում փաստացի կաթողիկոսը եւ վերջ։ Չհեռանալու դարբերակ չկա, բայց ճիշտ է, իմ մտավախությունը գար եւ նոր դարուց առաջ վերջին անգամ որ մենք խոսեցինք, ասեցի, որ եթե ինքը միջև նոր դարի չհեռանա, ես այլևս չեմ խոսելու ցեզ եւ մի քանի ալիքներին էլ այսպես ասեցի եւ իսկապես այսպես որոշած էի, բայց կարծես թե մի քիչ հույսներս դեղ են գալ։ Օրինակի համար նոր դարուց առաջ ուրեմն վերջին պատարագը ինքը գնաց, եթե սխալ չեմ, Հովանավանք գնաց պատարագի եւ դա մի քիչ հիաստապեցուցիչ էր եւ հուսալքիչ էր։ Այսինքն մենք հուսալքվեցինք այն իմաստով, որ Սիրելի վարչապետ, մենք սպասում ենք, որ դուք կամաց մոդենում եք Սուրբ Սարգիս, պիտի գնաք Երևան, պիտի գնաք Մայրաթոր, բայց եւ որ վերջին պատարագը անցյալ դարվա ասենք, եւ որ էլի գնաց Հովանավանք, մենք հիաստապվեցինք, ասեցինք, всё, ուրեմն սկսում ենք զերոյից, սկսում ենք էլի Հովանավանկից, մինչեւ հասնենք էլի Սուրբ Սարգիս, բայց ըստ երևույթին դա մի քիչ սենց մոլորեցուցիչ էր, ասենք, ոչ թե մեզ համար բնականաբար հագարագործ կողմի համար, որովհետեւ իրենք չմտածեն, որ շատ մոդ է, ուղղակի վարչապետը էլի մի քիչ հերացրեց, դարեց դեպի Հովանավանք, եւ հետաքրքրական է, որ այդ վերջին անգամը, ուրեմն առանց որևէ մեկ հայտարարության ինքը գնաց ներկայաց Հովանավանք, բայց ներքին գարկով մենք գիտեինք, որ ինքը Հովանավանք պիտի գնա, այսինքն մի օր առաջ դա իմացանք։ Դա լավ քաղաքականություն էր, մենք նույն օրը չհասկացանք, մի քիչ լավ չնայվեց, բայց հետո արդեն եւ որ էլի Սուրբ Սարգիս եկավ, ուրեմն հունվարի 5-ի գիշերը ջրակալուցին, մի քիչ էլի հուսալցվեցինք եւ ասեցինք լավ մոտեցել ենք եւ մանավանդ եւ որ ամիջավես հայտարարեց, որ ինքը ծննդյան օրը հունվարի 6-ին պիտի լինի Գրիգոր Լուսավորիչ, ավելի եւս հուսալցվեցինք եւ այդ քայլերը նաեւ որ կատարեց, դա նաեւ մեծ նշանակություն ուներ եւ նաեւ այնտեղի իր խոսքերը շատ պատասխանատու ծանր խոսքեր էին։ Ես չգիտեմ քահագալը կամ բեդը ոնց որ հիմա գոչում է նրան, ինքը ոնց է դանում այս ամենը, կամ իր շրջապատը ոնց է դանում այս խոսքերը, որոնք այսօր հայտարարեց վարչապետը եւ նրանց հայտարարեց որպես հերցված, դա շատ ծանր է, այսինքն ոնց են դանում, ոնց են բարգելու, ես չգիտեմ։ Հիմա մյուս կողմից անշուշտ է ինտիմատիրները մենք տեսանք տարբեր հայտարարություններով Երևան եկան, որ սրանք էլի ուզում են կանտեն եկեցին, ուզում են ջեղկեն եկեցին, ուզում են դե իրենց հեքիաթները այլևս մեզի ծանոթ են, որովհետև իրենք այլևս ասելու բան չունեն եւ զարմանալի է, գիտես, զարմանալին այն է, որ քաղաքական ուժերը փորձում են այս կողմին գոչել որպես հերցված։ Արի եւ հարցրու նրանց հոգեվոր իմաստով կամ աստվածաբանական իմաստով ինչ է նշանակում հերցված, իրենք չգիտեն։ Ուղղակի մի բառ են սովորել, այնտեղ իրանց սենց են սովորել, այսպես պետք է ասեն, այսպես էլ ասում են։ Եվ ցավիսի այն մարդիկ, որ կյանքում եկեղեցի մտակ չեն, այսօր եկեղեցվո շուրջ համախմբված փորձում են եկեղեցի պաշտպանել, բայց իրենք չգիտեն, որ իրենք այնտեղ պաշտպանում են ոչ թե հերցվածների,
այլ ոչ թե աղանդավորների, այլ ուղղակի անաստվածների, այսինքն այդ մարդիկ, որ այնտեղ կան այսօր մայրաթորի մեջ, ովքեր որ համախմբված են քարեքինի շուրջը, իքին ամեն ինչի ուզում են բահել նրան, իրենք փաստեցին, որ իրենք հագա եկեղեցի են, իրենք չեն ուզում այս եկեղեցին բարեկարգել, իրենք չեն ուզում ոչ մի բան փոխել, բարձրապես իրենց համար շատ լավ է, ինչ որ կարողանում են տալանում են, ինչ որ անում են հաշվետվություն չկա, իրենք ու իրենց գդրիչը ոնց ուզում են այսպես էլ քշում են ժողովուրդը կամ ժողովրդի մեկ փոքր մասը այնպես ինչպես որ ցանկանում են եւ շարունակում են գողոպտել եկեղեցին եւ գողոպտել ժողովրդի հոգին, դա ամենակարևորն է, Ժիրայր ջան։ Հայտարարություն արեցին վարչապետը եւ 10 եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները ստորագրեցին, խորհուրդ են ձևավորում եւ այլն։ Օրինակ ինձ շատ հետաքրքիր է ինչպես է այնտեղ կար որ պետք է նշանակվի նաեւ կաթողիկոսի տեղապահ, ընդունվի կանոնակարգ եւ հետո տեղի ունա կաթողիկոսի ընտրություն, լավ, եթե չի գնում փաստացի պետը, ապա այդ process-ը ինչպես է տեղի ունենում, դրան զուգահեռ հնարավոր է այս թվարկած նպատակները իրականացնել ու ինչպես է դա հնարավոր, եթե փաստացի պետը մայրաթոռում լինի, մենք ունենանք մի տեղապահ, որը մեկ այլ եկեղեցում կլինի ու ինչ է լինում։ Նայեք, խորքի մեջ հետաքրքրական հարց մտվեցիր, Ժիրայր ջան, եւ դժվար հարց մնե։ Դա շատ դժվար հարց մնե։ Այսինքն միակ օրինավոր ճանապարհը, որ ինքը հերանա, հրաժարի եւ գնա։ Իսկ եթե չհրաժարի եւ չգնա, այդ կոմպրոմատներով, որ ունի կառավարությունը, իրենք բարդավոր են այդ կոմպրոմատներով գնան բռնեն նրան, ոնց որ Վենեսուելայի նախագահին արեցին, գիշերով գնան նրան իր գիշերանոցով կամ գիշերային սկեստով իրեն վերցնեն եւ գալանավորեն եւ այսպեսով կփակվի։ Բայց երրորդ մասն ալ գա կամ երրորդ օպցիան, որ դա մի քիչ օրինական չէ, այսինքն ինքը եղած դեղը իրեն ուղագի չեզոքացնեն եւ 10 եպիսկոպոսներով ընտրեն նոր դեղաբահ եւ աշխարհի թեմերը առաջնորդները ընդունեն այս նոր դեղաբահը որպես կաթողիկոսական դեղաբահ եւ ուղագի անդեսեն գդրիչ Ներսիսյանը։ Այսուհետ սա օրինական չէ, այսինքն ըստ եկեղեցու գարկի կանոնին չէ։ Բայց այսինքն մեկ եւ որ խոսում ենք կանոնի մասին, անցյալ օրն էլ ես որ հանդիպել էի եպիսկոպոսների հետ, այսինքն մի քանիսին ես հանդիպեցի եւ այնտեղ հարց էի տալիս, ասում էի դրեք, պետք է դուք հագահարված անեք։ Պետք չէ սպասեք, որ գդրիչը ցեզ հարվածի։ Դուք անելու բան ունեք այնտեղ, հագահարված հասցրեք։ Հիմա մի քանի օրինակներ տվեցի, օրինակի համար ասեցի, որ լավ, այս քահանաները, որոնք գարկալույծ են եղել, այս վերջերս կոնե այս 2-3 քահանաները, արեք մի հատ բادرակի, նրանց վերագանքնեք։ Դա կլինի մեծ հագահարված գդրիչի։ Եվ այնտեղ սրբազաններից մեկը ասեց, որ բայց դա կանոնական չէ։ Եթե կաթողիկոսն է արել, պետք է կաթողիկոսի թույլտվությամբ։ Եղբայր, մենք ինչ կանոնի մասին ենք փնտրում։ Գիտեք, ամերիկացիները հետաքրքիր խոսք ունեն, ասում են, որ Ամերիկայի մեջ մանկաբարձ է սմանկալից, չկա Ամերիկայում մանկաբարձ։ Բոլորը չփախստեն։ Այսինքն հիմա մեր դժբախտությունը գիտեք ինչ է Ժիրայր ջան, որ մենք ունենք կանոնակիրք, ունենք կանոնադրություն, որից ոչ ոք խաբար չի։ Ճիշտ այնպես ինչպես որ մենք ունենք Սուրբ Գիրք, բայց Սուրբ Գիրքից շատեր խաբար չեն, հակառակ որ ասում են մենք քրիստոնյա ենք, առաջին քրիստոնյա ենք եւ այլն եւ այս կանոնակիրքն է միևնույն իրավիճակի մեջ է գտնվում։ Ոչ մի հոգեվորական գարտացած չէ այս կանոնակիրքը։ Եվ այս կանոնակիրքը որևէ մեկուն չի հետաքրքրում սկսած գդրիչ Ներսիսյանից։ Եվ այս կանոնակիրքը եղավ փորձանք մեր գլխի։ Հիմա երբ որ դու ասում ես, որ կանոնակիրքի մեջ սենց է գրած, որ այն հոգևորականը կամ գուսակրոնը, որ խախտել է իր գուսակրոնության ուխտը, այնտեղ ասում է անմիջապես գարկալույծ է լինում, գարկալույծ է, ոչ թե լինում, մեկը պիտի չանի նրան գարկալույծ, եթե ինքը փաստացի
խախտել է այդ ուխտը, ուրեմն ինքը գարկալույց է, ոնց որ ասում ենք օրինակի համար, եթե ամուսնության ուխտը մեկը դավաճանությամբ խախտե, այդ ամուսնությունը լուծարված է, կամ միևնույնը ասենք գդրիչի կաթողիկոսական քաղաքալության կամ օծման մասին, որ ասում են ինքը անցքնդիր է, ինքը եղբայր, արեք սա նմանցուցեք ամուսնության ուխտին, որովհետեւ դուք հասկանաք, թե ինչ է նշանակում վարչապետի խոսքը, որ ասում է ինքը գարկալույց է, չի կարող գարկալույց անել, օրինակ ամուսնության ուխտը, եթե փաստվի, որ երկու կողմերից մեկը ինչ որ խաբեբայությամբ, ինչ որ նպատակներով, ինչ որ պատճառներով ենթադրենք աղջիկը անչափահաս է կամ դղան այսին պատճառներ կան, որ եթե այսպիսի պատճառներում տեղի ունենա ամուսնության այդ միացումը, անմիջապես դա չեղյալ է համարվում, կամ եթե փաստվի ամուսնությունից հետո, որ աղջիկը գույս չի եղել, անմիջապես այդ ամուսնության ուխտը, այդ գաբը քանդվում է եւ բաժանում է տեղի ունենում առանց հարց ու փորձի։ Հիմա այսպես չէ, անշուշտ է ես օրինակ եմ բերում, հիմա չունենք այս օրենք օրինակի համար չի գործում, բայց միևնույնը վերաբերում է այսօր եկեղեցականներին, եթե դու գուսագրոն ես, ուխտել ես գույս լինել եւ իհայտ կա, որ դու գույս չես եւ որ քեզ ծերնադրել են, ուրեմն այդ ուխտը, այդ օծումը, այդ ծերնադրությունը չեղյալ է եւ վերջ, նրա մասին դիսկուսիոն չի կա, բայց այս կանոնակիրքը չի գործում, նրա համար վարչապետը ասում է, որ պետք է կանոնակիրքը ուսումնասիրվի, պետք է կանոնակիրքը համահունչ լինի այսօրվա իրականությանը, որը մենք կապրինք, այսօր ժամանակաշրջանը դարբեր է նախկին ժամանակաշրջաններն, 100 տարի կամ 200 տարիներ առաջ մենք ունեին վանական կյանք, այդքան համացանց չկար, սատելիտներ չկար, մեր ապեղաները, վարդապետները, որ գուսագրոն էին ծերնադրվում, այդքան քայթակություն չկար, չէին տեսնում, չէին իմանում, վանքի մեջ վանահոր ցերկի դակ էին մեծանում, եւ այս բոլորը իրենց խթան գտարցներ, որ իրենք բահեն իրենց օգտը, բայց այսօր անհնար է, ոչ թե միայն գուսագրոնների համար անհնար է, այլ նույնիսկ մենք տեսնում ենք գարկ մտերքերի, որ ամուսնացյալ քահանաներ դավաճանում են իրենց ամուսնության ուխտը, դարը փոխված է, անորամար պետք է կանոնները լինեն ըստ այս դարուն, որում մեջ մենք ապրում ենք, պետք է դառնանք եւ ասենք գուսագրոնությունը պիտի լինի վանական կյանքի մեջ եւ վերջ, այնտեղ վանքի դռները պիտի փակվեն, իրենք վանքի մեջ պիտի մնան եւ այնտեղից դուրս չեն գալու, բայց այսօր տեսնում ենք, որ մարդը ծերնադրվում է 20-22 տարեկան, ուղարկվում է որպես առաջնորդ Ամերիկա, ուղարկվում է որպես հովիվ Եվրոպա, եղբայր, այս մարդը այնտեղ ինչ է անելու, դուք հավատում եք, որ ինքը Եվրոպայում, Ամերիկայում գիշեր ցերեկ աղոթքով պիտի անցնի, փապողոցները պիտի չմանկան, այսինքն այս կանոնակիրքը այսօր չի գործում, եւ եթե գործում է, ուրեմն պետք է գործի, իսկ եթե չի գործում, պետք է դա ուսումնասիրվի եւ փոփոխությունների ենթարկվի։ Հետեւաբար ուզում եմ ասել, որ այսինքն գարկ կանոն չկա, չի գործում եւ իրենք երբ որ պետք է այդ կանոնակիրքն են օգտագործում, որբեսի վարչապետին կամ համախոհ այդ եպիսկոպոսներին հերցված անվանեն, չգիտեմ ինչ անվանեն, այսինքն գիտես Շիրայր ջան, իսկապես ծիծաղելի է, ինքը լալու վիճակ է, բայց նաեւ շատ ծիծաղելու վիճակ է, օրինակի համար այսօր ես լսում եի այդ հոգևորականներից մեկը, ինչ է անունը, դեր ասողիկ են ասում, հիմա էլ ասում են հայր ասողիկ, եւ հայր ասողիկը որպես բուսագրոն հիմա ի հայտ է գալիս, եւ հայտարարում է, որովհետեւ հայրապետը հələ ինչ որ գարա ուրիշ քայլեր առնի եւ տեսնում ես հայտարարությունը, այսինքն եթե մեր այսօրվա մայր աթորի պատկերը Արջևի բադվոնց որ ասում ենք, եթե խնձորի սագարի երեսի վրայինը այս խնձորն է ասողիկն է, հաբա ներսի ինչքան պտածություն կա, այսինքն ասողիկը որ խախտել է թե ամուսնության ուխտը, որովհետև ինքը ամուսնացած է եղել, երեխաներ ա ունեցել, երկու շաբաթներ առաջ
Փեսայա եկել իր աղջկա ցերկը ուզելու եւ ինքը անդեղ ներկայացել է որպես հայր եւ իր համացանությունը եղբայր հիմա չհասկացան դու ամուսնացյալ հոգեվորական ես թե դու գուսագրոն ես ինչ ես խախտվել են բոլոր արժեքները եւ այսօր ուզում են իրենք ուրեմն ճիշտ ելնել եւ դիմացինը սխալ անել այսինքն ուղղակի խայտարակություն է Ժիրայր ջան սա վերջ չունի այս հարցը միայն վերջ ունի մեկ ձևով պետք է այդ իրավաբահ մարմինները քնան իրեն ցերպակալեն այնպես ինչպես որ Վենեսուելայի նախագահին ցերպակալեցին ու դարան հերու դարեք հերու եղբայր մի տողեք ըստեղ մի տադեք որովհետև եթե ինքը ըստեղ մնա Իրան ներկայությունը նույնիսկ հայրենիքի մեջ սրբաբողջություն է որովհետև մեր հայրենիքը սուրբ է եւ այդ սրբաբիղձը այստեղ ներկա լինելու իրավունք չունի դարեք Սիբիր դարեք չգիտեմ Մոսկվա դարեք իր աղբորը մոտ դարեք այդտեղ հոգ տանի նրան հիմա իր աղջիկն էլ փախցրել են դարել են Ամերիկա եղբայր դարեք աղջիկա մոտ այսինքն ինչու թողեցիք իր դուստրը գնա ինչու ահագին կոմպրոմանտներ կային որոնք դուք կարող էիք ջնշել որ ինքը հրաժարի 2-3 շաբաթ առաջ թողեցիք որ իր դուստրը հավաքվի գնա ինչի Չգիտեմ ինչպես են վերաբերվում իրավաբան մարմինները կամ վարչապետը ինչ է մտածում ես չգիտեմ բայց այս հարցը չի կարելի երկար տևել այսինքն մենք ասում ենք միջև նոր տարի լավ նոր տարին անցավ ասեցինք ծնունդն էլ թող անցնի հավանաբար չեն ուզում այս ծննդյան տոներին արդեն հարամեն ժողովրդի ոգևորությունը ժողովրդի հավատքը խանգարել եւ այլն Հիմա անցավ ծնունդն էլ անցավ, այնպես որ հիմա այլևս ոչ մեկ պատճառաբանություն չմնաց։ Ես ինձ վստահացրին, որ ծնունդից հետո այս հարցը վերջանալու է։ Հիմա տեսնենք, ավասիկ այսօր ծնունդ անցավ, վաղն էլ ասենք մերելոց է, այդ մերելոցի խորհուրդն էլ չխատարենք Թող այդ մերելոցի խորհուրդն էլ անցնի եւ սպասենք տեսնենք հունվարի 8-ին, 9-ին, 10-ին պետք է այս հարցը հանգուցալուծվի։ Թե չէ, ես պիտի ասեմ, որ մենք ուրեմն նստել ենք ճուր ենք ծեծում եւ ճուրը ինչքան էլ ծեծես, գմնա ճուր, չի վերապոխվի, չի գերբարանապոխվի։ Այն բոլոր խնդիրները, որոնց մասին դուք բարձրաձայնում եք, հա, կանոնակարգ, որը չեն հետևում, ամեն ինչ խախտվում է, դրան գումարում ենք նաև գուցե տնտեսական, ֆինանսական, ինչ որ այսպես ասենք հանցագործություն։ Այնտեղ տնտեսական չմնաց Ժիրայրյան, ինչ տնտեսական։ Մարդը ամբողջ փողերը դրեր իր անունով։ Զվեյցարական բանկում ամբողջ փողերը իր անունով է։ Միազնի բոլոր փողերը գրանցել է հասարակական գազագերբության մեջ որպես գրոնական հասարակական գազագերբություն, որի մեջ կա ինքը իր աղբեր, իր քրոջ տղեն եւ իր ամիջական բարեկամությունը եւ այդ փողերը նրանցն է, դուք չեք կարող այդ փողերը իրենց ցերկել։ Մորացի այդ էկոնոմիկական հարցը այդ մեր վերջին հոգսն է հիմա։ Մենք չենք ուզում։ Մեզ դվեք թադարկ Կասաները թադարկ, դեդրակները թադարկ, միայն այս եկեղեցուց հերացեք, թողեք այս եկեղեցին։ Ես նկատի ունեի, որ այնուամենայնիվ ձեզ համար կա հստակ ախտորոշում, թե ինչու նա չի հեռանում։ Ինչու նա չի հեռանում պատվով, որովհետև նրան հանգստի կոչվելու 1000 հնարավորություն տրվեց Եվ երբ հետևում ենք պաշտոնյաների հռետորաբանությանը, նրանք խորհուրդ են տալիս նրան պատվով կոչվել հանգստի։ Դրա տակ մենք կարող ենք հասկանալ կամ կարդալ այն, ինչի մասին դուք ասում եք, որ գուցե ինչ-որ պահի իրավապահ համակարգն է անցնելու գործի, եւ այդտեղ Կտրիչ Ներսիսյանը ոչինչ չի կարողանալու անել եւ առավելևս նրա այսպես կոչված պաշտպանները, այսպես կոչված եկեղեցով մտահոգվողները նկատի ունեմ լավ Ինչն է մարդուն տանում դեպի այդպիսի պատկերավոր ասած ինքնասպանության։ Ես կարծում եմ, որ այս մարդը վրեժխնդրությամբ լեցված է հայ եկեղեցվոտ։ Ես կարծում եմ, որ այս մարդը եկեղեցու։ Եվ չգիտեմ, ծեր եթերով ասեցի, կամ ուրիշ եթերով էլ չեմ հիշում,
ինքը այդ քահը չբարձրանալուց ասել է մի քանի հոգևորականների, մի քանի եպիսկոպոս, որը իր շուրջն էին, ասել է, որ եթե ես քահին բարձրանամ, այս եկեղեցուն սենց պիտի անեմ, անշուշտ է ոչ եթերային խոսք է, չեմ կարող ասել։ Հիմա այսինքն մեկը, որ այսպիսի այդ հardահայտություն է անում, դա նշանակում է, որ այս եկեղեցու տշնամին է այս մարդը։ Այս մարդը եկել է այս եկեղեցուն քանտելու եւ քանտեց եւ պիտի քանտե։ Մինչեւ վերջին քարը պլադակ չդարձնե, ինքը պիտի ճուզենա երթալ։ Միակ ջարը իրավաբահ մարմինները քնան իրան վերցնեն եւ իր համախոհները վերցնեն եւ տանեն։ Դեսեք մենք չենք բողոքում ներկա իշխանությունից, որովհետեւ ներկա իշխանությունը պետք եղածը արեց մինչեւ հիմա։ Այսինքն ով պատկերացնում էր Թիվանաբեդը, որը սարսուր էր պատճառում Էջմիածնի մեջ։ Սարսուր։ Այդ մարդը այսօր ներստա։ Մենք բրձանք գես պրոբլեմից, բրձանք։ Այսինքն դա գես պրոբլեմն է։ Հիմա մնաց բույս գես պրոբլեմ է եւ կարծեմ, որ այդ իրավաբան մարմինները անպայման մի բան մտածում են, սեն չեն թողնելու։ Մանավանդ այսօրվա վարչապետի հայտարարությունը, որ ինքը այդ կահագալին եւ իր շրջագայքին համարեց որպես հերցված, դա պատասխանատու խոսք է։ Եվ եթե վարչապետը այդ հերցվածը ընդեղի չմակրագործի, ուրեմն չեմ կարող շատ բան ասել։ Բայց քանի խոստովանում ես հերցված են, աղանդավոր են, սրբաբիղձ են, ուրեմն դուրովե առաջ այդ հարցը պիտի լուծես։ Եվ եթե չլուծեցիր, մինչև ընտրությունները, կամ մինչև այս ամսի վերջը, կամ ասեմ մինչև ամսի 10-ն, ուրեմն լավ չի լինել։ Շնորհակալ եմ Տեր Արմեն։ Զրուցակիցս Վառնայի հոգևոր հովիվ Տեր Արմեն Քահանա Մելքոնյանն էր, բաժանորդագրվեք ալիքին, մեկնաբանություններ գրեք, ձեր կարծիքը արտահայտեք ու նաև օրվա զարգացումներին հետևեք Telegram-յան ալիքում, որի հողում այս տեսանյութի մեկնաբանության բաժնում է։